Ալիևի հատուկ հանձնարարությունները կատարող Ամիրբեկովի համոզմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատմական դարաշրջան է բացվել։ Իրենք էլ Վաշինգտոնից հետո այդ հողի վրա են ոտք դրել։ Avstria Press Agency-ն է ասել, ու մեկ նախադասություն հետո մոռացել պատմական դարաշրջանը Կովկասում բացած խաղաղության նախապայմանագրի կետերից մեկը, որն ասում է, թե Ադրբեջանը պետք է չխառնվի Հայաստանի ներքին գործերին ու հակառակը։ Փոխարենը կամակատար Էլչինը լավ է հիշում Հայաստանի սահմանադրությունն է իրենց համար միակ խնդիրը, որտեղ էլ իբրև թե տարածքային պահանջներ կան իրենց նկատմամբ, եւ երբ մենք դրանից հրաժարվենք, կբարեհաճեն վերջնական ստորագրել սպիտակ թղթի տակ։ Մասնավորապես սահմանադրության նախաբանում կան տարածքային պահանջներ Ղարաբաղի վերաբերյալ։ Ստորագրված խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում։ Իհարկե, նա ծպտուն չի հանում իր հայրենի սահմանադրության մասին, ընդ որում, երբ Հայաստանի մայրօրենքը միայն հղում է անում անկախության հռչակագրին, որտեղ էլ Արցախի հետ վերամիավորվելու ազգային ձգտման մասին ամրագրում կա, իսկ Ադրբեջանի սահմանադրության հավակնությունները ամբողջ Հայաստանի նկատմամբ են։ Բայց նաև հետաքրքրական է, եթե Հարավային Կովկաս պատմական ժամանակներ են եկել, իսկ այդ հյուրընկալության իրավական հրավիրատոմսը խաղաղության նախաստորագրությունն է, ինչու նույն փաստաթղթի երկրորդ հոդվածը, որը հիշեցնեմ, ամրագրում է, թե Հայաստանն ու Ադրբեջանն այլևս տարածքային պահանջներ իրարից չեն ունենալու, չի փարատում Բաքվի մտահոգությունները։ Այն դեպքում, երբ իրենք են ինքնիշխան Հայաստանի 208 քառակուսի կիլոմետր տարածքն օկուպացրել։ Իդեպ սրա մասին մինչև Ամիրբեկովը մտներ Կովկասի նոր դարաշրջան, Բաքվից Երևան եկած ադրբեջանցի փորձագետը, երբ հայ լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ երկու հասարակություններն էլ դեմ են հակամարտությանը եւ հարաբերությունների կարգավորման ճամփա են ընկել, հարցրին, իսկ իբրև խաղաղասիրական ժեստ պատրաստվում եք լքել մեզ պատկանող տարածքները։ Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ամբողջովին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում եւ գնահատում են։ Իսկ ինչ վերաբերում է դրան, ապա դելիմիտացիան մի ուղով չէ, որ պետք է անցնի, այլ հատվածներով։ Օկուպացված տարածքների հետ կապված էլ կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի տարածքների կամ անկլավների փոփոխություն։ Որոշ տարածքներից դուրս գա Հայաստանը կամ Ադրբեջանը։ Տարածքների անկլավների փոփոխություն, ինչ է ասում ադրբեջանցին։ Քաղաքագետն է թարգմանում, ասում է իրենց խնդիրը Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա ադրբեջանական վերահսկողություն հաստատելն է, իշխող բարձունքների վրա դիրքավորվելը։ Հիմա խնդիրը դրված է Տիգրանաշենը դնել ադրբեջանական վերահսկողության տակ։ Դրա անվան տակ ես չգիտեմ ինչ զիջումներ կարող է անել Ադրբեջանը, ամենամեծ զիջումը, որ կարող է անել, օրինակ, Արցվաշենը Հայաստանին վերադարձնելն է, որ դա էլ քիչ հավատալի է, բայց երբ համեմատենք Արցվաշենը եւ Տիգրանաշենը, իրենց ռազմավարական նշանակությամբ սրանք անհամեմատելի են, որովհետեւ Արցվաշենը գտնվում է Ադրբեջանի համար ոչ կարևոր, ոչ այդքան կարևոր մի շրջանում, Արցվաշենից ու չես կարող վերահսկել օրինակ Գանձակից դեպի Բաքու ճանապարհը, իսկ Տիգրանաշենից կարող ես վերահսկել Երևանից դեպի Շուշի տանող ճանապարհը։ Սահմանազատում գծումով զբաղվող հայ-ադրբեջանական պատվիրակություններն ի դեպ վերջին անգամ այս ամսվա սկզբի սեպտեմբերի 5-ին են հանդիպել, փոխադարձաբար իրար տարածքներ այցելելով։ Արտգործնախարարությունից տեղեկացնում են միայն, թե հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակն են հետապնդել 2-2։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախախաղաղության պայմանագիրը կամ խաղաղության նախապայմանագիրը այդպես էլ Բաքվի կոկորդից չհանեց Հայաստանի սահմանադրությունը։ Նույն երգն են երգում փաստաթղթի տակ վերջնական ստորագրություններ դնելու միակ խոչընդոտը մեր երկրի մայրօրենքն է, մասնավորապես դրա նախաբանը, որտեղ հղում կա 1990-ի անկախության հռչակագրին։ Իլուր աշխարհին Ալիևն այս դրույթն է ներկայացնում իբրև տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, երթվյալ լռություն պահպանելով իր սահմանադրության հետ կապված, որն էլ իր հերթին հղում է 1918-ի անկախության հռչակագրին, իսկ այդտեղ գրված է, որ Ադրբեջանի տարածքներն են հարավային արևելյան Անդրկովկասը, 1919-ի Անտանտի քարտեզով էլ Ադրբեջանը ամբողջական հավակնություններ է ներկայացրել ներկայիս Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի, մասամբ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերի նկատմամբ։ Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները կրկին վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։ Խաղաղության այս պատմական հնարավորությունը
հնարավորությունից օգտվելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի սահմանադրությունում առկա տարածքային պահանջները։ Խաղաղության նախաստորագրյալ պայմանագիր հոդված 2 սևով սպիտակի վրա մեջբերում կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը, մեջբերման ավարտը։ Այս կետը, որի տակ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեր երկրի գլխավոր դիվանագետի ինքնագիրը կա, Բաքվին չի հանգստացնում։ Ավելին, ցնցումներն այն աստիճանի են սրվել, որ հայկական կողմի խարխուլ խաղաղության պայմանավորվածությունների խախտման վախ ունեցողներն անձամբ են ոտնատակ տալիս այն, դե ահա դարձյալ մեջբերում նույն փաստաթղթից հոդված 4 կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերի միջամտելուց։ Սահմանադրությունը երկրի ներքին գործ է, թե ոչ։ Իհարկե ներքին է։ Ադրբեջանցիներն ասում են՝ դուք հայերդ պետք է փոխեք սահմանադրությունը, քանի որ մեզ այդպես է հարկավոր։ Սա արդեն միջամտություն է ներքին գործերին։ Ադրբեջանը իր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չի իրականացնելու։ Եվ այն պահանջները, որ ինքը ուներ Հայաստանի եւ ունի Հայաստանի նկատմամբ, խոսքը վերաբերվում է այդպես կոչված է Զանգեզուրի միջանցքին, խոսքը վերաբերվում է նաև որոշ տարածքներին, որոնք իրենք ասում են, որ իբրև ադրբեջանական են եւ Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում, եւ մի շարք այլ հարցեր, այդ թվում նաև սահմանադրությանը վերաբերող հարցերը, Ադրբեջանը իր քաղաքականությունը պահպանելու է եւ այստեղ պետք չէ սպասել, որ որևէ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ Միջամտությամբ թե առանց դրա Հայաստանի իշխանություններն այսպես թե այնպես նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների գործընթաց, հերքելով օդում կախվող թեզը, թե դա արել են Ադրբեջանի պարտադրանքով։ Ավելին, նոր սահմանադրության ընդունմամբ իշխող քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է հռչակել Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Ես կարծում եմ նոր սահմանադրությունը կընդունվի, ինչու եմ կարծում, որովհետև էլի եմ ասում, այս գործընթացի հեղինակը ժողովուրդն է, իդեմս Հայաստանի հանրապետությունը սնուցող մայրերի։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերի հաճախականությունն ի դեպ հույս կար, թե սեպտեմբերից պետք է ակտիվանա, բայց առայժմ վերջին անգամ հուլիսին են հավաքվել։ Մինչև 26-ի խորհրդարանական ընտրությունները մայր օրենքի նոր տեքստը պատրաստ կլինի արդյոք։ Այս հարցն ինչպես հարց կար, այդպես էլ շարունակում է մնալ։ Թուրքիայի խորհրդարանի падգամավոր Ֆաթմա Աքսալը Երևանում հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նոր փուլ է բացվում։ Նա նշել է, որ կարևոր են խաղաղության համաձայնագրի մեկնարկը եւ տարածաշրջանային խաղաղությունը, որը դրական ազդեցություն կունենա նաեւ այլ աշխարհամասերում։ Աքսալը ընդգծել է, որ սահմանների բացման համար նախապայմաններ չեն դրվել եւ գործընթացը շարունակվում է երկխոսության ձևաչափով։ Նա հույս է հայտնել, որ սահմանները շուտ կբացվեն եւ կավելանան ուղիղ թռիչքները։ Հայաստանյան ԶԼՄ-ների տեսախցիկների կենտրոնում Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավոր Ռամին Մամեդովն է եւ Թոփչուբաշովի կենտրոնի փոխտնօրեն ազգությամբ ադրբեջանցի Մուրադ Մուրադովը։ Նրանք Երևան են եկել մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին։ Ադրբեջանցիների Երևան գալը հայաստանյան իշխանություններն այսպես են բացատրում. խաղաղություն է հարկավոր տարածաշրջանում, ուրեմն ճիշտ որոշումներից մեկը միմյանց հետ խոսելն է նաև հակառակորդների հետ։ Լավագույն հարթակներից մեկն ըստ իշխանական падգամավորի ՆԱՏՕ-ն է, Եվրոպան։ Այստեղ խոսքը վերաբերում է այն խնդիրներին, որոնք մենք ուզում ենք քննարկել, ասեմ ձեզ, պարոն Մամեդովը Ադրբեջանի կողմից մասնակցում է, կան Թուրքիայի պատվիրակության անդամներ։ Չկա որևէ տարածքային պահանջ, սակայն ըստ Հայաստանի սահմանադրության Հայաստանն ունի տարածքային պահանջներ։ Դա կարող է միակ բարիերը հանդիսանալ, որպեսզի պայմանագիրը չստորագրվի։ Արևմտյան Ադրբեջան ասելիս նկատի ունենք հասարակական կազմակերպություն, որը սպասարկում է ժողովրդի շահերը։ Դա ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում։ Մարդիկ ցանկանում են այցելել իրենց հարազատների գերեզմաններին։ Թուրքիայից եւս պատվիրակներ կան լրագրողների հետ ճեպազրույցում առանցքային հարցերից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն է, նաեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Թուրքիայից ժամանած պաշտոնյան ժպիտը դեմքին օգուտներից է խոսում, եթե տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Հայաստանն էլ Թուրքիան էլ առաջին հերթին տնտեսական օգուտներ են քաղելու։ Մեր երկիրը արևելքի եւ արևմուտքի համար կդառնա խաչմերուկ։ Թուրքիան կդառնա խաչմերուկ նաեւ Եվրամիության համար։ Եթե տարածաշրջանում բարեկամական կապեր հաստատվեն, հնարավոր կլինի կարճ ճանապարհով գազ տեղափոխել Թուրքիա։ Հիմա այն երկար ու բարդ ճանապարհ է անցնում։ Մենք կօգնենք, որ Հայաստանը կապող ուղի դառնա։ Թրամփի ուղու մասին դիտարկում եղավ, որ Թուրքիան ու Ադրբեջանն այն Զանգեզուրի միջանցք են անվանում, արդյոք դա չի նշանակում տարածքային պահանջ Հայաստանից։
Դա տարածքային պահանջ չէ, մանրամասների մասին չեմ կարող խոսել։ Հիմա երկխոսություն է ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Թուրքիան կանի ամեն ինչ գործընթացին աջակցելու համար։ Իսկ Աքսալը կարող է ասել, թե երբ կբացվի Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը։ Նա լավատես է։ Մենք հույս ունենք, որ սահմանների բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ։ Հիմա արդեն ունենք թռիչքներ եւ փորձում ենք ավելացնել ուղիղ թռիչքները դեպի Թուրքիա։ Դեռևս երկխոսություններ են ընթանում, այնպես որ սպասենք։ Որն է Թուրքիայի նախապայմանը, որպեսզի սահմանը բացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից հետո, Աքսալը թե սահմանների բացման համար որևէ պայման չկա։ Հայաստանի եւ Թուրքիայի, նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների հաստատումը շատ կարեւոր են երկուստեք։ Հայաստանը հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու, բայց մենք որևէ պայման չենք դրել, որի պարագայում կբացվի սահմանը։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը, որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր։ Իսկ Բաքվում գրեթե ամեն օր են խոսում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին։ Ինչ նկատի ունեն Ադրբեջանի պաշտոնյաները տարբեր քաղաքական գործիչներ այդ ձևակերպումներն անելիս, տարածքային պահանջներ ունեն Հայաստանից։ Միացյալ Նահանգները առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը, ասել է մեր երկրում Ամերիկայի դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը թեմայով քննարկման ժամանակ։ Դեսպան Քվինը նաև ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, նշելով, թե շարունակական առաջընթացը նշանակալի օգուտներ կբերի եւ երկու երկրներին եւ ամբողջ տարածաշրջանին։ Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու եւ վավերացնելու կարիք ունեն, եւ որքան արագ ավարտական տեսքի բերվի խաղաղությունը, այնքան ավելի արագ դրա օգուտները կնյութականանան։ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում բանավիճել Փաշինյանի հետ։ Առաջին նախագահի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում լրագրողները հարց են ուղղել Հոբելյարին։ Տեր-Պետրոսյանն ասել է, որ բազմիցս նշել է նախապայմանը, թող վարչապետը հրապարակի Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռքի տակ են։ Եթե դրանք հրապարակվեն, վեճը կավարտվի, որովհետև ամեն ինչ ասված է այդ փաստաթղթերում։ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձել է Արցախյան հակամարտության լուծման կործանարար ձախողմանը։ Դուք եք ասում, որ պետք է Արցախի մասով գնալ այդ փաթեթային լուսման կամ փուլային լուսման։ Այդ թեզերը ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով Արցախը Հայաստանը եւ Գեր։ Ասում են ձեր խաղաղության օրակարգի թեզերով է առաջ գնում Նիկոլ Փաշինյանը։ Դա եւս կործան։ Դա կերտ բան է, այս համեմատությունը ոչ մի կապ չունի։ Իմ Ղարաբաղյան քաղաքականությունը իր քաղաքականության հետ բացարձակապես։ Երևանում մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել իրենց բողոքն արտահայտելու հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների հարձակումների եւ arczepiskoposների ձերբակալությունների դեմ։ Յոերթաս խորհրդանշական անվանումով բողոքի ակցիան ազգային ժողովի դիմաց են անցկացվել։ Հիշեցնենք, որ երկու arczepiskoposներ Բաքրատ Գալստանյանը եւ Միքայել Աջապահյանը այժմ ձերբակալված են։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են ռեժիմը փոխելու կոչերի մեջ, որոնք հնչեցվել են նրանց ձերբակալությունից 1.5 տարի առաջ։ Մենք կոչ ենք անում դատավորներին ինչ որ ձևով հիշել պատիվը։ Ես չեմ ասում օրենքները, որովհետև միանշանակ ապօրինի են դատում, բայց նաև պատիվը։ Մենք խորհուրդ ենք տալիս դատավորներին այսօր արդար եւ ճիշտ որոշում կայացնել։ Պաշտպանության նախարարությունը առաջարկում է բանակում ծառայությունը կրճատել 6 ամսով եւ դարձնել 1.5 տարի։ Լուրն այս հակասական կարծիքների տեղիք տվեց։ Մարդկանց մի մասը նման փոփոխությունը խիստ դրական է գնահատում։ Մյուս մասը համարում է, որ այն կարող է էականորեն վնասել Հայաստանի բանակի մարտունակությանը։ Գաղտնիք չէ, որ տարեցտարի բանակ զորակոչվող ժամկետայինների պակաս է նկատվում։ Զինված ուժերի շարքերը հիմա համալրում է 2000-ականների սերունդը, որի մի մասը տարիներ առաջ արտագաղթել է։ Բացի այս, պայմանագրային զինծառայությունը չունի ցանկալի գրավչություն։ Ըստ այդմ առանց այն էլ անձնակազմի թվականակի խնդիր ունեցող զինված ուժերում ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է խնդիրներ ստեղծի երկրի անվտանգության համակարգում։ Եթե մենք վերցնենք զուտ երկրների ռազմականացման աստիճանը, մեր շրջապատում ամենայն դեպս տեսնում ենք, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենք բացահայտ գնում են ավելի ռազմականացման
ուղով Իրանի մասին ընդհանրապես խոսք չկա, որովհետև Իրանը միշտ էլ միայն այդ ուղով է գնացել։ Եվրասիական տարածաշրջանում չկա տարածք, որը չի ռազմականացվում այս պահին։ Մերձբալթյան երկրներում ծրագրում են առաջիկայում վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը։ Նույն ծրագրերի մասին են հայտարարել Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան։ Այսինքն այն ռազմական համակարգերը, որոնք գոյություն են ունեցել մինչև հիմա, չեն կարող լուծել իրենց առաջ դրված անվտանգային խնդիրները։ Մեր տարածաշրջանն այդ տեսանկյունից կարելի է դիտարկել որպես վառո դիտակառ եւ թղթի վրա խոստանում են, որ չի պայթի։ Հետևություն կարող ենք անել, որ մենք իրավունք չունենք հետընթաց քայլ կատարել։ Մշտապես պետք է առաջ քայլենք ուժեղ, մարտունակ բանակ ունենալու ուղղությամբ։ Բանակը մեզ համար եղել է անվտանգության առաջին բնակից եւ առաջին միջոց։ Որ եթե քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, այդ նշանակում է դու չունես անվտանգություն։ Անվտանգությունը բացակայում է կատարելապես։ Այս տրամաբանության շրջանակում կարելի է դիտարկել ֆինանսների նախարարի վերջերս արած հայտարարությունը, ըստ որի կառավարությունը նախատեսում է 2026-ի ընդհանուր ծախսերի մեջ նվազեցնել պաշտպանությանը հատկացվող ծախսերի մասնաբաժինը։ Մեր զենքի ձեռքբերման մասով, պարավնության ձեռքբերման մասով հետ են կանգնում նախկինում վարվող իրենց իսկ մշակած քաղաքականությունից, որ 20 թվականի պատերազմի ընթացքում ահագին մեծ քանակի սպառազինություն ծախսվել կամ կորել է, պակասները պետք է լրացնենք։ Հատկանշական է, որ Ադրբեջանն այս ընթացքում շարունակում է ակտիվորեն զինվել եւ իրականացնում է ներկրումներ թե իր ավանդական դաշնակիցներ Թուրքիայից եւ Իսրայելից, թե եվրոպական մի շարք պետություններից։ Ինչ վերաբերում է զինված ուժերի ֆինանսավորմանը, հաջորդ տարի հարևանները ծրագրում են մեծացնել պաշտպանության ոլորտին հատկացվող բյուջեն։ Կա կարծիք, որ բանակում ծառայության ժամկետի կրճատման, հետևաբար թվականակի նվազեցման, ինչպես նաեւ բյուջեի կրճատման միտումները տեղավորվում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տրամաբանության շրջանակում։ Ասում եմ, որ Արարատի նկարը պետք է հանենք, որովհետև դա մեր հարևաններին նյարդայնացնում է։ Միամտություն կլինի կարծել, որ ռազմաճնաբերության զարգացումը կամ ռազմական տեխնիկայի սպառազինության ձեռքբերումը չի նյարդայնացնում։ Իհարկե կարելի է հուսալ, որ ներկրումների փոխարեն Հայաստանը մեծ թափով ձեռնամուխ է եղել սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, սակայն մասնագետների կարծիքով զենքի տեսանկյունից մեր ինքնաբավության մակարդակը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա։ Գենդերային աշխատավարձի ամենամեծ տարբերությունը գրանցվել է Հարավային Կորեայում, որտեղ կանայք տղամարդկանցից 32.5%-ով պակաս են վաստակում։ Հնդկաստանը հաջորդում է 30-41% տարբերությամբ։ Ռուսաստանն էլ եզրափակում է առաջին եռյակը 30-36% տարբերությամբ։ G20-ի երկրների շարքում ամենափոքր տարբերությունը գրանցվել է Ավստրալիայում, Կանադայում եւ Չինաստանում։ Գնաճի, ինչպես նաև պետական բյուջեի եւ միջին աշխատավարձի 74%-ի աճի պայմաններում թոշակների միջին չափը աճել է ընդամենը 20%, ինչը վկայում է, որ թոշակառուի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում քաղաքացիների եկամուտները կրճատվում են առնվազն 3 անգամ։ Տնտեսագետները համեմատում են, Հայաստանում նվազագույն թոշակի չափը 36000 դրամ է, այսինքն մոտ $93, այնինչ Ադրբեջանում $188 է, Վրաստանում $148, Թուրքիայում $505։ Թոշակների հնգապատկման մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Որոշ պոպուլիստական հայտարարություններ ձևական կամ մանիպուլատիվ են, ասում է մասնագետը։ Նրանք 19 թվականին 10%-ով բարձրացրել են թոշակները, 22 թվականին թոշակները բարձրացան 3000 դրամով, ընդ որում 97000 քաղաքացու համար ոչ ավել։ Դրանից հետո 23 թվականին արդեն ներդրվել է հետվճարի համակարգը, որ հնարավորություն տա 10%-ի սահմաններում ունենալ առևտուր, հաճախել առևտրային կենտրոններ եւ այնտեղից ստանալ քեշբեք, ժողովրդական լեզվով ասած, որը պետք է 5000 դրամից չանցներ։ 24 թվականին այդ քեշբեկը սահմանվեց, որ 12% ոչ ավել քան 6000 դրամ, բայց կոմունալ ծախսերի հետ կապված այլևս մարդիկ չեն կարող օգտագործել այդ քեշբեկը։ Այդ թվականին եւ 31600 դրամից թոշակների նվազագույն չափը բարձրացվեց, դարձեց 36000։ Թոշակները մնացել են նույնը, բայց գնաճը, որը 30%-ից բարձր է, իսկ պարենային ապրանքների գները 50%, անգամ 60% թանկացել են, իսկ թոշակի չափը մնացել է նույնը, այսինքն թոշակառուն մնացել է ավելի փոքր ապրանքներ գնելու հույսին։ Տնտեսագետն օրինակ է բերում, եթե նախկինում թոշակառուն կարող էր գնել 1 հաց, ապա հիմա կեսը կարող է գնել։ Ստացվում է, որ եթե թոշակառուն չաշխատի ու անցնի թոշակի, իր աշխատավարձից 3 անգամ ցածր եկամուտ կստանա։
Երկրում 40,000 դրամով 49,000 դրամով գոյատևել է անհնար է։ Ոչ մի սանիտարական նորմ առողջապահության նախարարության դրան չի դիմանում։ Եվ կա մի շատ ցավալի թիվ։ Մենք ունենք նվազագույն սպառողական զամբյուղի գինը մոտավորապես 77,000 է։ Ընտրում բավականին, այսպես ասած, պլպլացրած թվերով, նկարած թվերով։ Փաստորեն 49,000 ստացող քաղաքացին պարնային զամբյուղ նույնիսկ չի կարող լսել այդ իր աղքատիկ ընդհանրենք այդ 49,000 դամ։ Չեմ խոսում շոր գնելու մասին, չեմ խոսում առողջապահական ինչ-որ միջոցառումների մասնակցում, չեմ խոսում ծառայություններ ստանալու մասին։ Այսինքն թոշակով միայն սնունդ է գնում, այն էլ առանց շռայլությունների, բայց գնաճի պայմաններում իր թոշակն անգամ սննդին ու ծխախոտին չի բավարարում։ Տնտեսագետն առաջարկում է գոնե 1-2 ամսվա ընթացքում պետք է կատարել թոշակների ինդեքսավորում, որ քաղաքացու մոտ առաջանա այն զգացումը, որ ինքը պետությունից կտրված չէ։ Գնաճին կառավարությունում ուշադիր հետևում են, սակայն նաև ասում են, թե գները բարձրանում են ամենուր ու գրեթե բոլոր երկրներում։ Գնաճը զսպելու այլ ճանապարհների կամ կենսաթոշակներն ու նպաստերը բարձրացնելու ծրագրերի մասին առայժմ չի հաղորդվում։ Սոցիալնախարարությունից չպատասխանեցին, թե երբ են նախատեսում թոշակների բարձրացում, ինչ հնարավորություններ կան անցում կատարել ավելի արդիական կենսաթոշակային համակարգի, արդյոք կա մեխանիզմ, որով թոշակառուները ինդեքսավորվում են համապատասխանելով գնաճին։ Պատասխանի համար հնգօրյա ժամկետ են խնդրել։